կառավարության եւ հանրային մասնակցին վերաբերվում եւ մասնավոր մասնակիցների։ Պարոն Խաչատուրով, դատարանը մեկ-երկու հարցադրում ձեզ։ Դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը առավել քան դատարանի գնահատմամբ ծանրագիշեր։ Դուք 2018 թվականին մեղադրական եզրակացությունը ստացել եք ռուսերեն թարգմանությամբ։ Մեղադրական եզրակացությունը չեն ստացել պատվաճառ։ Երբևէ 7 տարվա ընթացքում նախորդ դատավարություններին հետ մասնակցել եք որևէ անգամ ռուսերեն թարգմանությամբ։ Մեղադրանքի որոշումն են ստացել, խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ստացել, այսինքն երբ որ 2018 թվականի հուլիսի 26-ին որպես վկայակոչվելու հանրաքննչական ծառայություն, ունդեղ արդեն պատրաստել ու հենց այդ նախորդությունը Բաքվի Սարգսյանը ներկայացել էր այդ ժամանակի Շահինը ներկայացել այդ ժամանակի։ Այդ ժամանակ պատրաստել այդ միջնորդությունը, եւ որպես մեղադրական ներգրավելու մասին որոշումը, ընդ որում խափանման միջոցի երբ որ ներկայացել էին կալանք խափանման միջոցի կիրառելու հետապատված, այդ որոշումը դատարանը հայտ ներկայացրել ուղարկել էր վարորդական ստանալու քանի մարմիններ, մենք այդպես էլ այդ որոշումները չստացանք, այդպես նախապատմությունները ներկայացնենք։ Հետո ներկայացնենք պատկերացնենք պատկերացնենք փետրվարի 13-ին երբ որ տեղի ունեցավ մեղադրանքի փոփոխություն, այդ ժամանակ ևս փոփոխված մեղադրանքը թարգմանված ներկայացվեց եւ հայտարարվեց նախաքննության ավարտ։ Երբ որ նախաքննության ավարտ հայտարարվեց, քրեական գործում համոզված է մեր գործի նյութերը կան այդ օրվանից սկսած եւ վարույթ իրականացնող մարմինների պահպանության հանրաքննչական ծառայության ներկայացում միջնորդություն, որպեսզի մեր քրեական վարույթի ամբողջ նյութերը մեղադրական եզրակացությունը թարգմանված տրամադրեն։ Չի տրամադրվել եւ երբ որ գործը Տիկին Դանիբեկյանը վարույթ ես առանձին նաեւ գրավոր միջնորդություն Տիկին Դանիբեկյանին ներկայացրել, որպեսզի մեզ տրամադրեն քրեական գործի նյութերի, այդ թվում նաեւ մեղադրական եզրակացության թարգմանված տարբերակները, որը որ դատարանի կողմից չի տրամադրվել, այսինքն դատարանը հետեւյալ դիրքորոշում ուներ։ Դատավարական փաստաթղթերը, որոնք որ անհրաժեշտ են թարգմանելու տրամադրել, բայց դրանցում չի տրամադրվել, նշել են որոնք էր, իսկ գործի նյութերի թարգմանությունների հետ կապված նշել էին, որ ցանկացած ժամանակ գործի նյութերը կարող է դատարանում թարգմանչի մասնակցությամբ, այսինքն ներկայացնական գործի նյութերի ցուցումների եւ այլն հետ կապված նյութերը ստանալ։ Այդ հարցը գրավոր տեսքով նաեւ դատարանում եղել է, այդ հարցը մենք բարձրացրել ենք, ընդգրկել ենք, որ այդ առումով խախտվել է նաեւ Յուրի Խաչատուրովի այդ ինքնասանալի լեզվով գործի ծանոթանալու իրավունքը, այդ միջնորդությունները մտածանությունները քրեական վարույթում դեռևս 19 թվականից առկա են դատարանում։ Այսինքն մենք մեղադրանքի որոշում ունեցել ու մեղադրական եզրակացությունը 19 թվականին բացառապես հայերեն լեզվով։ Այսինքն մեղադրանքի ձևակերպմանը վերջնական տարբերակը պարոն Խաչատուրովին փոխանցվել է ռուսերեն թարգմանությամբ։ Մենք այս պահին միայն մեղադրանքի 19 թվականի փետրվարի կայացված որպես մեղադրական ներգրավելու մասին որոշումը այդ ժամանակ դրանից հետո փոփոխություն մեղադրանքի ձևակերպման մեջ տեղի չունեցել, բայց մեղադրական ակտը մենք չունենք։ Մեղադրական եզրակացությունը չէ տարբերաշով երբևիցե չունեցել ու այդ պայմաններում գործողությունը տարիներ շարունակ իրականացվել է։ Տեսեք, իրավիճակը ինչպիսին է, երբ որ տարբեր հարցեր էին քննարկվում նախորդ դատավարության ընթացքում, մենք ամեն անգամ այդ հարցը բարձրացնում էինք ու մի անգամ էլ երկու անգամ էլ գրավոր միջնորդություն ենք այդ առումով ներկայացրել։ Հետագայում այդ միջնորդության վերաբերյալ որոշումը ներկայացրեցի դատարանը ինչպիսին է ունեցել, հետագայում էլ արդեն 21 թվականի երբ որ քրեական վարույթը այդ մասով ավարտվեց, արդեն առարկայազույգ է։ Մենք չենք հասել այս կտորով գործի բունկրությունը, որպեսզի նաև մեղադրանք հրապարակվի, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնենք, այդ պարագայում մեզ անհրաժեշտ լինի։ Այսինքն եթե մենք հասնեինք այդ փուլին 19-20-25 թվականին, բնականաբար այդ ամեն ինչը ակտուալ է լինելու, բայց ինձ ստացվեց, որ մենք այդ փուլին չհասանք ու այդ պարագայում մեզ չի տրամադրել։
Պարոն Պողոսյան, լավ, հաջորդիվ, եթե մենք գործիքնությունը շարունակենք, քրեական գործից, եթե դուք համեմատես որպես վարչական ստորարարի, թե որոշակի հաստատներ կան, որոնց ռուսերեն թարգմանությունը պարոն Խաչատրյանը անպայման կցանկանա, որպեսզի ինքը ընթերցից ծանոթանա եւ որոշումից ստորարարի, ավելի վաղ այդ մասին հայտնել, որովհետեւ դրանց դեպքում վարչության այդ գործընթացը կոնկրետ չհասնենք գործ, թե պայմանականորեն հիմնական դատալություններ ենք հասել, կոնկրետ հաստատություն ենք հետազոտել։ Մեր եթե յուրաքանչյուր հետազոտող հաստատությունի ժամանակ դուք խնդրեք դատարանից թարգմանած տարբերակով դատարանը տրամադրի, այստեղ մենք ունենանք ընդամենը մեկ նիստ, դրանից հետո 2 ամիս կամ 1 ամիս հետաձգվում, որպեսզի թարգմանվի։ Դա ողջամիտ չի, եթե դուք նման ցանկություն ունեք, իհարկե դատարանը այդ հարցը պարոն Խաչատրյանը ձեզ է դրվում, եթե դուք իրական գործական հաստատներ, որոնք ցանկանաք ռուսերեն տարբերակով, որպեսզի ձեզ փոխանցվի, անձամբ ծանոթանաք այդ հաստատներին, որպեսզի մի որոշում կամ դատարանը հարցադրումներ անձամբ ձեզ այնքան պատասխանեք, այդ մասին ձեր պաշտպանի խորհրդակցությունից հետո հաջորդի գործիքնությունը շարունակենք, նայեք դա Ես կարող եմ մեր դիրքորոշումները տարբերակել, ինչպիսին եղել է 18-19 թվականներին, բայց այդ 18 թվականին երբ որ առաջի անգամ նման միջնակցության կոնգրեսը կար, որ դեռևս նախագծության եւ մենք խնդրում էինք, քանի որ ինտերիալ չի քրեական վարույթում ինչ ինտերգրացիա նախագծության սպეციფიკայից ելնելով, մենք խնդրում էինք, որ մեզ տրամադրեք այդ փաստաթղթերը, որոնք որ օրենքով հասանելի են, այսինքն օրենսդրական կարգավորումներ։ Երբ որ նախագծությունը ավարտվեց, մենք ասում էինք ամբողջ ինտերգրացիա, որը որ տենց էլի արկախված է, ու դատարանում էր, նշել ենք արդեն երբ որ բաց է եղել գործը, նշել ենք, որ ամբողջ նյութերը տրամադրել են, բայց առնվազն այս փուլի համար պատմում եմ, որ մեղադրական ակտը, այսինքն այս վերջնական ինչը որ ներկայացել է, որպեսզի հնարավորություն ունեն այդ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել, պետք է ռուսերեն լեզվով տիրապետենք, որ կարողանանք դրա վերաբերյալ դիրքորոշում։ Ես այս պահին չեմ ասում քրեական գործի այդ գործ ներդրող նյութերի վերաբերյալ, ապացույցների շրջանակել մեծ հաշվով, մենք չենք հասել այդ փուլի, որ որոշենք ապացույցների որ շրջանակն է, որ ըստ դրա էլ ասենք ես կարող պարոն Հովհաննիսյանը ասում է, ինչպես գործը դեպի եզրակացությունների կողմից չեն ներառում ծավալում, առարկայազուտ Այսինքն ծավալի հարցի, եթե մենք հասնենք ծավալի հարցի քննարկմանը, նոր այդ ժամանակ դուք կհայտնեք, թե պարոն Խաչատրյանի բնականաբար ծավալը ունենանք, ըստ դրա այդ ծավալի էլ բնականաբար մեր անհրաժեշտի նստման օբյեկտիվ դիրքորոշում է, հասկանանք ինչից ենք պաշտպանում։ Բայց մեղադրական ակտը էլ է գտնվում այս պահի դեպքում չունի։ Պարոն Խաչատրյանը ձեր պաշտպանը հայտնեց Ես ուզում եմ հասկացել եմ, ես ուզում եմ բանակցել եմ. Ես вижу, что у вас большие трудности с переводом для меня документов. Տեսնեմ, որ ձեզ մոտ մեծ խնդիրներ կան, ինձ համար խոսակցների տարբերություն։ Չկա նմանցի Все время опаздывает, все время. Հաջորդ օրը մենք ուղարկել ենք դատարանի մոտ այդ խնդիրը չկա, մենք Чтобы հաջորդ օրը облегчить вашу работу, чтобы вам тяжело не было. Որպեսզի ձեր աշխատանքը դրասել, որպեսզի Вот тем более, что потерпевшие тоже не против. Ժողները նույնպես դեմ չեն։ Я думаю, что и у вас внутри тоже 100% сидит то, что я ни в чем не виноват. Ես հուսով գիտեմ, որ դուք էլ ներսում նստած են Ваш секретарь тем более, ձեր քարտուղարը кроме прокурора, конечно. բացի դատախազից։ Вы меня освободите от всех дел, и потом занимайтесь Ցանցատեք բոլոր գործերից, հետո благодарю. Պարոն Խաչատրյանը, մենք համապատասխան փուլում, եթե ձեր ներկայացնող արարքը չհաստատվի, համարվի դատարանը կայացնի ձեր նկատմամբ արտահայտման վերաբերյալ։ Եթե հիմնավորվի, կայացնի մեղադրական վերաբերյալ։ Հիմա այդ փուլում չենք գտնվում եւ համապատասխան հարցի քննարկման շրջանակներում համապատասխան միջնորդության դեպքում քրեական հետապնդումը դատարեցնելու կոնկրետ հիմքերով, հիմնավորումներով փուլ գոյություն։ Եթե մենք հասնենք այդ փուլին, լինեն համապատասխան միջնորդություններ, լինեն դրա իրավաչափ պայմանները, դատարանը Тогда переводите все подряд. Ուրեմն ամբողջ երթեր հարց ունի դատարանից պարոն Խաչատրյանը։ Մեղադրանքի որոշումը 2018
թվականներին մեղադրական եզրակացության դատարան ուղարկվել է։ Ռուսերեն տարբերակով ձեզ փոխանցվել է։ Я не помню, я 3 раза контужен тяжело. Ես չեմ հիշում, ես 3 անգամ ծանր Պարոն Խաչատուրով, նոր մեղադրանքի որոշումները 1 տարի առաջ նոյեմբերի 30-ի դրությամբ բոլորի մասով հրապարակվել է, փոխանցվել է դատավարության մասնակիցներին։ Հասկանում եք, թե հասկանում։ Պարոն Խաչատուրով, դրա հետ կապված դատարան լսեց այդ ձեր պաշտպանի դիրքորոշումը, դուք ասեցիք, որ միանում եք պաշտպանի դիրքորոշմանը, դատավարության մասնակիցների դիրքորոշումը լսեց, ուսումնասիրեց նոր մեղադրանքի որոշումները, դատարանը արձանագրեց, որ այնտեղ կան փաստագրի փոփոխություններ, լրացումներ։ Այդ մասով դատարանը հաշվի առնելով, որ արդեն ներկայացվել են որոշումները, դատարանը որոշեց թույլատրել փոխել արարքի իրավական գնահատականը եւ նույն ժամանակ արձանագրելով, որ արդեն դատարան ներկայացված որոշումներում առկա են հաստական նկարագրության փոփոխություններ, լրացումներ, դատարանը ժամանակ տրամադրեց քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներով 297-5-րդ մասի, որպեսզի այդ հաստական հանգամանքների լրացումները շրջվի եւ ներկայացվի դատարան։ Հիմա այս մասով, եթե դուք դատարան կարող եք հատվածները ընթերցել, պաշտպանը թարգմանել եւ մենք փորձենք անցնել հաջորդ հարցի քննարկմանը, բայց եթե դուք ցանկանում եք անձամբ ծանոթանալ, ընթերցել եւ դիրքորոշում հայտնել, դատարան ձեզ այդ իրավունքը չի սահմանափակել։ Ուղղակի ցանկանում եք հարցին անձամբ դուք պատասխանեք, որովհետեւ նորից եմ ելքելուն դուք բարձրաստիճան զինվորական եք, ձեր խոսքը դատարանի համար ուղի ծանր կշի։ Հիմա եթե դուք դատարանին հայտնեք, որ դուք միևնույնը չեք ընթերցել, պարոն Պողոսյանին եք վստահել, դա ձևական կլինի, որ մենք հետաձգենք 3 համաձայնեցես, դուք հաջորդ դատական նիստերին օրինակ հրապարակեք, որ դուք չեք քարտացել, ցանկություն չունեք քարտալու, դա մի քիչ կարծում եմ ճիշտ չի լինի։ Եթե դուք ընթերցելու եք, կարդալու եք, ծանոթանալու եք, գալու եք դիրքորոշում հայտնեք, մենք ձեզ այդ հնարավորություն կձեռնենք։ Я скажу, если вы нам столько лет уже нервы трепете, почему я вам не могу нервы потрепать? Вы не переведите детально. Պարոն Խաչատուրով, Թարգմանել это խոսանք։ այսինքն ցանկանում եք թարգմանել տրամադրենք, որպեսզի նոր մեղադրանքը ծանոթանաք եւ վստահեք, բայց դատարանը ձեզ հարցեր է ուղղել։ Մի քիչ անհարմար դեպություն կլինի, եթե դուք դատարանի հարցին պատասխանելիս հայտնեք, որ օրինակ չեք ընթերցել, չեք կարդալ։ Մի րոպե, հնարավորություն ունեք։ Պարոն կարծում եմ պարոն Խաչատուրովի խոսքին առարկել, պարոն Խաչատուրովը լավագույնս կարող է դատարանի հարցին պատասխանել եւ Вы, если преподаете, я не ваш студент, что вы меня спрашивали, я вам отвечаю. Կարապ չեմ պատասխան։ Ես ձեր վերաբերյալ գործը քննող դատավորն եմ, դուք արտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, եթե ունեք այդ դատարանի տրված հարցադրման մասով դիրքորոշում ունեք, հայտնեք, ավելի բան մի կասեք, հա։ Ցանկանում եք ծանոթանալ նոր մեղադրանքի թարգմանված տարբերակը։ Այո, ցանկանում եմ։ Շատ լավ։ Այգի դատավարության մասնակիցներ դատարանը նախորդ դատական նիստի հաջորդ օրը եւ ուղեկցական դերությամբ ուղարկել է նոր որոշումները թարգմանության եւ մեզ վերեկացրել են ամենայնպես մինչ դեկտեմբերի 12-ը դատարանի դրամատուրգիան տակ պետք է որոշում լինի թարգմանված տարբերակ։ Մենք հաջորդ դատական նիստ համաձայնեցրել ենք դեկտեմբերի 17-ին։ Պարոն Պողոսյան, բոլորովա դրությամբ դատարանի դրամատուրգիան ձեզ հետ հեռախոսակապի միջոցով փոստային առաքանությունով ուղարկի հնարավոր է հասնի պարոն Խաչատուրովի Պարոն առարկությունը միակ հանգամանքների հիմա լսենք կարծես է տպավորիչներ, որ դատարանը պարոն Խաչատուրովին համոզում է, որ Պարոն ձեզ մոտ ինչպես միշտ սխալ տպավորություն է դատարանը իրականացնում է բացառապես օբյեկտիվ արտահայտություն, այդ հարցերի պատասխանը ցանկացավ լսել պարոն Խաչատուրովին։ Էլի է սխալ տպավորություններ եղել է, կհիշ
կհիշացնենք հաջորդին, համապատասխան հարցերի քննարկման ժամանակ կհիշացնենք։ Համեք հանդիպում։ Ես առարկում դատավորի նման Հետո բացի առարկությունից միշտ որևէ բան չեք անում, ես ոնց հասկանում։ Ասեք, լսում եմ ձեր առարկությունը։ Այսինքն Լսում եմ ձեր առարկությունը։ անհավատված Լսում եմ ձեր առարկությունը, ասեք։ ասեցի առարկում եմ դատարանի նման չհիմնավորված արտահայտությունների Առավել քան դիրքորոշում հիմնավորված էր եւ հաստատված։ Դատարանները որ են հարցերի պատասխանը ցանկացավ։ Դա բարավեճ չէր մտնում նախագահ դատարանը նստել։ Նստել։ Ոչ չի կարելի որը խոսքով հանդեսնալու են դեռ։ Պատվարժան դատարան հաջորդիվ մեր կողմից աշխատանքային եւ քննարկված դատական նիստի օրը եւ ժամը դիտարկվել էր ամսի 17 ժամը 10:00։ Եթե դատավարության մասնակիցներին դատարանի համայնքների կողմից դիտարկին զուտ ելնելով այդ ժամից խցանումների եւ այլ մանդաղավորումներ։ 10:30 կամ 11-ը դիտարկել է հանգամանքը եւ պատվարժան դատարան ուզում են մեկ նախադասություն ասել առանց հաշվառելու։ Վստահաբար այստեղին գործընկերները փաստաբանների եւ պաշտպանների մասին է խոսքը, իրենց գործունեությունը իրականացնում են արհեստավարժորեն եւ մշտապես իրավունքը դիտարկելով որպես երակ։ Խնդրում եմ դա բոլոր դեպքերում նաեւ դատարանի կողմից ըստ հավուր պատշաճի գնահատի եւ հաշվի առնի։ Շնորհակալություն։ Շատ լավ, արգելի մասնակիցներ, պարոն Պողոսյանը ոչ պակաս պրոֆեսիոնալ իրավաբան է, փաստաբան է, պաշտպան է պարոն Խաչատրյանի շահերով։ Վստահաբար, եթե դատարանը որևէ ըստ մեր մեկնաբանության գործ է պարոն Խաչատրյանի համոզել, այդ պարոն Խաչատրյանը այն ազնվությունը չի անցնել դատարանի գնահատման, որ իրեն որևէ կերպ գործ է համոզել է համոզի։ Նման ծնտիր առաջանալու դեպքում պարոն Պողոսյանը վստահաբար առարկությունը չի ժամանակը ներկայացնել, մնացածը հաճախ դուք եք նշում, ձեր բովանդակություն, դատարանի կողմից օբյեկտիվ արտահայտություն։ Մնացածը ձեր բովանդակություն, թե ձևական բովանդակություն, դա էլ արդեն անաչափետորը կգնահատի։ Եթե նույն առարկությունը եկել է դատարանը այսօր առավոտյան ստացել է, ուսումնասիրել է, կարող է փոխանցել Հարմանված պարոն Խաչատրյանը դրամատուրգ պարոն։ Այգի դատավարության մասնակիցները առարկություններ չկան 11:00-ի շուրջ եք որը։ Ասած 30 Առաջ նիստի ընթացքում կարող են դու 11-ին նշանակին, որ որևէ մեկը չնշանա։ Պարոն Պողոսյանը գտնվեց ավելի շուտ 10:30։ 10:45-ը դնենք։ Եվ դնենք հաջորդած 11 պատվարժան դատարանին 11-ը։ Ինձ թվում է Պողոսյանը իրան չի անել։ Պարոն Պողոսյան, առարկում եք թե չէ 11-ը։ Պատվարժան դատարան 11-ը։ 17-ին 11:00 արգել դատավարության մասնակիցները դուք